Աստծո բարին, բոլորիս, բոլորին, ամբողջ աշխարհին, խաղաղություն թող լինի, համբերություն։ Եթե անհավատ մարդիկ կան, որ մտածում են, որ հենց նենց բառեր են, որ ասում են, ես այդքան անհավատ չեմ, հավատում եմ, որ եթե բոլորս միասին գոնե մեկ օր համարձակվենք այդ քայլը անելու, որ առավոտը աչքներս լույսը բացվեց, գիտենք, որ ամենտեղ պատերազմ է, ամենտեղ սովից են մեռնում, այս վակցիններից են մեռնում եւ մեռնում են իրար հետևից։ Եթե բոլորս գոնե մեկ օր ասենք, թող բոլորին լավ լինի, Աստծո բարին բոլորին, խաղաղություն, համբերություն, եթե այդ բառերը ասենք, դրա փոխարեն մենք հայհոյանքներ ենք լսում։ Հավատացեք, աշխարհում շատ բան կփոխվի, մարդկանց մեջ, սկզբից մտքի պլանում, զգացմունքների պլանում, հոգևոր պլանում, բայց չգիտեմ ինչի չենք անում, դա անհավատությունն է, ինչքան ուզում եք եկեղեցի մտեք, ոչ մի բան չի ստացվի, եթե գործնականորեն ձեր միտքը չաշխատացնեք։ Սա փոսփորել չի, որ ասենք, ահա, ես էլ եմ մի հատ բահ եմ վերցրել, եկել եմ օգնել։ Դժվար չի, ծախսեր չեք անելու։ Մեծամտության փոխարեն պետք է մի քիչ բարություն, հավատք ունենալ ու ուղարկել, գոնե մեր մտքերը մաքրել, մտքի պլանը մաքրել։ Եվ հակառակն է ստացվում։ Արդեն ես չգիտեմ այսօրվա զրույցը ինչքան կհետաքրքրի ձեզ, բայց հավատացեք, ես ուզում եմ գոնե ինձ լսողներին, թե 3 հոգի կլինեն, թե 10, թե ավել, գոնե այդքանով մեր մտքերը գոնե հանգստացնենք, բարձր բաների մասին մտածենք, բարձր արժեքների, հոգևոր արժեքների, որովհետև նյութական աշխարհի արժեքները մեզ չեն փրկել, տեսնում ենք կյանքը ինչա կատարում, բայց ռիսկ ունենանք, հավատք ունենանք ու բարի մտքերը ուղարկենք, անընդհատ, բարի միտքը ուղարկողը իր շուրջն էլ է մաքրում կատարում, բացասական էներգիաների ազդեցության, և իրենից դուրս շատ տարածքներով, որովհետև միտքը սահման չունի, արգելք չունի, միտքը անցնում է ամբողջ տիեզերքով, մոլորակի շուրջը պտտվում է, եթե բարձր միտք է, գիտակցական բարձր միտք է, նա ամբողջ տիեզերքով է գնում, բայց մենք չենք տեսնում, բայց բոլոր վեհապետները, սրբերը, մարգարեները, մեծ ուսուցիչները, բոլորը նույնն են ասում, մտքերով են ստեղծված աշխարհները, սիրով և մտքերով իհարկե, և մտքերից են կործանվում աշխարհները։ Այսօրվա նյութս խնդրում եմ ճիշտ հասկացեք, նվիրում եմ Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխին, որովհետև այս մի 10 օր առաջ լրիվ ինչ-որ ուրիշ բանի մասին խոսելուց խոսքը ընկավ արվեստի մասին և երբ որ Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխի անունը տվեցի, ասեցին դա շպիոն էր։ Ես մի մոմենտ ցնցվեցի, որ ոնց կարելի է, էլի, մեծագույն փիլիսոփային, մեծագույն արվեստագետին, հնիաբանին, արևելագետին, առակները ու լեգենդները, առասպելները հին, վերածնողին կտավի վրա, այդքան նամակներ ու գրքեր ունի գրված, երբ է այս մարդը շպիոնություն արել, ում է ծառայել, այս առիթը, որ շատ խորը ապրեցի, իսկ այդ խորը ապրումները երբեք բառերով չի լինում արտահայտվել, ոնց որ հարված ստացա, ավելի ուժեղ, քան ֆիզիկական պլանի հարվածը։
մարմնական հարվածը ընդունեցի։ Եվ որոշեցի, որ գոնե մի փոքր այն իմաստով, որ իրա ոչ թե ամբողջական ստեղծագործության մասին պետք է խոսամ, իրա կենսագրության մասին, իրա ամբողջ ընտանիքի մասին, որ այդքան մեծ փոփոխություններ են կատարել Հնդկաստանի ժողովրդի վրա, կարելի ասել, մտավոր եւ հոգեվոր ժողովրդի վրա, եւ նրա թանգարանները եւ Նյու Յորքում կա եւ Հնդկաստանում եւ Մոսկվայում կար։ Ես հիշում եմ 75-6 թվականներին մի հատ մեծ նկար բերեցին մեր պետական պատկերասրահը հրապարակի վրա, որ կա։ Ես այնքան էի ուրախացել, որ միայն թե ինչն էր վատ, որ դիտակետը, որտեղ նկարը մեծ էր, այնպես միտեղ էին կախել, որտեղ պետք է քիթդ մտցնեիր այդ մեծ նկարի մեջ, որ նոր հասկանայր, նայեիր։ Շատ սխալ տեղ էին կպցրել, բայց ես որ գիտեի իրան եւ իր նկարները, ուղղակի հիացած նայում էի նկարին։ Եվ լավ էի զգում նկարի մոտ։ Մի տեսակ թեթև, մի տեսակ ոգևորված։ Եվ այս տեսակ մարդու համար հանկարծ ես լսում եմ, որ շպիոն է։ Հետո պարզվեց, որ այդ մարդը ռուսախոս է, հայերեն այդքան էլ լավ չի հասկանում, եւ աշխատել է Մոսկվայի քաղաքապետի ընկերոջ հետ, մոտիկ է եղել։ Փաստորեն ստացվում է, որ հեղափոխությունից հետո 1926 թվականին, երբ որ Նիկոլայ Ռերիխը մահատմաների, այսինքն մեծ ուսուցիչների, հոգևոր ուսուցիչների, ովքեր մոլորակի էվոլյուցիոն բոլոր քննությունները անցել են եւ հիմա մարմնավորվել են ու մի քանի տեղեր, որ գաղտնի էր ժողովրդի համար, այնտեղից փորձում էին որպես անտենա եւ որպես մագնիս ծառայել տիեզերական մաքուր էներգիաների համար։ Նրանց խորհուրդները, առաջարկները ապագայի նկատմամբ լուսավոր ծրագրերը ներկայացնեն նորաստեղծ պետությանը, այսինքն սովետական միությանը։ Բայց ինչ ստացվեց, Լունաչարսկին եւ Չիչերինը, երբ որ խոսեցին, տեսան, որ Հնդկաստանից է եւ այլն, մտածեցին, որ դե Անգլիան կապ ունի Հնդկաստանի հետ, դե ամբողջ պատմությունը դուք երևի ավելի լավ գիտեք, թե ինչ պատմություն էր Հնդկաստանի ու Անգլիայի, որի հետ կապված էր նաեւ Մոհանդաս Գանդին, դուք կիմանաք դա։ Ուրեմն Անգլիայի շպիոն է կամ Հնդկաստանի շպիոն է։ Ես այդ մարդուն միայն մի բան հարցրեցի։ Ասեցի, դուք ձեր կյանքի մեջ կամ համաշխարհային պատմության մեջ կարող եք հիշել մի նկարիչի անուն, արվեստագետի անուն, որ 7000 նկար թողնի իրանից հետո, գուցե եւ ավելի։ Ընդամենը 73 տարվա ընթացքում։ Կարող եք ինձ ասել, եթե ասեք, ես ձեզ հետ կհամաձայնեմ։ Մարդը, որը ամբողջ կյանքը զոհաբերության մեջ ա եղել, ամեն վայրկյանը զոհաբերել է, որպեսզի մարդու ներքնաշխարհի կուլտուրան, իր վարքի, իր ստեղծագործական կյանքի, իր կապի աստվածային էներգիաների հետ կարողանա այդ կուլտուրան բարձրացնել, մարդկային ուշադրությունը դարձնել դեպի բարձունքները, դեպի լեռները։ Եվ
փոխանցեցին Ստալինին եւ հրամանը ստացան, որ Ձերժինսկին հրամանը ստացավ, որ պետք է կալանավորեք այդ մարդուն, շպիոնին։ Դուք հիմա նրա նկարները կնայեք մի քիչ հետո եւ կողմնորոշվեք։ Դուք գիտեք մի այդպիսի շպիոնի անուն, որ ամբողջ կյանքը նվիրի գեղեցիկին, համամարտկային, ոչ թե ներազգային։ 73 տարի չէ, 120 տարի, 150 տարի մարդիկ ապրել են, բայց ինչ են թողել իրանցից հետո։ Ոչ մեկը շպիոն չի դարձել, բայց այս մարդը, որ հալածվել է իր հայրենիքից, թող է գնացել է ցուրտ տեղերում կանգնած, ինչ տառապանքով է հասել այդ իրանց ուզած տեղը, ինչպես է կարողացել հաղորդակցվի, հարաբերվի այդ մեծ ուսուցիչների հետ, հասցնի 73 տարի չեմ ասում, գոնե 20 տարեկանից հաշվեն։ 53 տարում ենթադրենք, ինչպես է կարողացել այդ 7000 նկարը ստեղծի եւ Ռուսաստանի թատրոնների մեջ ձևավորումներ անի, էսկիզներ անի, ձևավորումներ անի, լեգենդները ուսումնասիրի եւ վեր հանի։ Իմիջայլոց 75 թե 6 թվականներ մենք ունենք մի նկարիչ Սարգիս Խաչատրյան անուն ազգանունով, որը Հայաստանում չի եղել։ 20 տարուց ավել, ինչքան հիշում եմ, գիտեմ, որ 15-ից ավել էր, բայց չեմ հիշում ինչքան էր, 10 ու 19 թե 20 տարի նկարել է Քարանձավի մեջի Հնդկաստանում։ Աջանտա տաճար կա այդպիսի։ Որոշ տեղերել ուրեմն ժայռը փորված մեր գեղարդի նման, վիմափոր են ասում, ինչ են ասում, ես չգիտեմ հայերեն, բայց մեջը նկարել է, եւ ինչպես է նկարել, ջահը լուսավորելով, հայլիներով լույսը ուրեմն տեղափոխելով, արտացոլելով դեպի խորքերը։ Խորքերում ուրեմն եղել են աստվածային գիտելիքների, ուրեմն տեսարաններ։ Եվ այդ տեսարանները, գիտեք, պատկերացնում եք, մենակ մարդը ինչ չարչարանք է տարել, մեծ հսկայական նկարներ նկարելու։ Այդ նկարների վերատպությունները, իհարկե շատ վարպետորեն վերատպված նկարները, բերել էին մեր պետական թանգարանը, պատկերասրահի թանգարանը։ Շպիոն էր այդ մարդը, որ 20 տարի անհայտ բոլորից տաժանակիր աշխատանք է արել, որ Հնդկաստանի այդ մշակույթը վերականգնի։ Նա արվեստի մեջ փաստորեն սխրանք գործելով վեր է հանել Հնդկաստանի արդեն պետքա փչանար այդ ամբողջը ժամանակի ընթացքում խոնավությունից, տարբեր բաներից, բորբոս պտի բռներ, քայքայվեր այդ նկարները, բայց մարդը վեր է հանել։ Դուք պատկերացնում եք ինչ տաժանակիր աշխատանք ա տարել, աստիճաններով բարձրանալ, իջնել, փորձել հեռվից նայել, փորձել լույսը կարգավորել, որ ավելի լավ տեսնի, սա ես կներեք չեմ կարող ներկայացնել բառերով, թե ինչ տառապալից աշխատանք ա տարել, բայց նա ծնվել է երևի դրա համար, նա չէր կարող ուրիշ բան անել, սրտի կոչումը, ներքին ձայնի կոչումը, անցյալի իր պաշարը բերել էր դրան։ Հիմա նույնն էլ
Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխը, ովքեր ուսումնասիրել են, տեսել են ինչ սիրով ալցված Ռուսաստանի նկատմամբ եւ ինչ տեսակ նկարներ է արել, ինչ ապրումների մեջ է եղել, երբ որ այդ ձյունածածկ լեռների մեջով, այդ քամիների մեջով տեղ-տեղ ճանապարհը կորցրել են, տեղ-տեղ էլ ցույց չեն տվել ճանապարհը, որովհետև միտեղ է գնացել, որ ամեն մեկին ցույց չեն տալիս, ամեն մեկին չեն ընթառաջում։ Բայց կոչված էր այդ մարդը, վեհապետ էր, դրա համար էլ ճանապարհը գտան, տեղ հասան, ուղեկցող գտնվեց, բայց այստեղի նման չէ, որ ռեստորանում ուզենան գնանք հաց ուտեն, այս ինչ տեղը հաց չեն կերել, գնանք այնտեղ, ասում են լավ հաց են տալի ախպեր, ինչ որ գտել են, ինչ որ հնարավորություն ա եղել, մինիմալ չափերով սնվել են մրսելով, հալածված հայրենիքից, դուք պատկերացնում եք ինչ է նշանակում, ամբողջ կյանքում խաչել մարդուն, չընդունել բարձրագույն ուժերի տրված գեղեցկությունը եւ հետո համարել շպիոներ։ Մեր հայերին այդպես չարեցին, 45 թվից հետո իբրև թե փրկված սովետական Հայաստան վերադարձան արտասահմանի շատ թվով հայեր։ Եկան, բայց ինչ արեցին։ Մի մասին ուղարկեցին Սիբիր, շատերը հետ չեկան, մյուսներն էլ եկան հիվանդացած, ծերացած։ Ինձ համար շատ դժվար է այդ բաների մասին խոսալը, բայց ուզում եմ, որ դուք ձեր գիտակցական մակարդակը ուղղեք այս հաղորդման գլխավոր նպատակի վրա։ Գլխավոր նպատակը այն է, որ ես իմ կարծիքը հայտնեմ, որ այս մարդուն հանցագործի նման չի կարելի մեղադրել, թե շպիոն էր։ Միայն նրա համար, որ այդ լարեց են ասում, փոքր տուփ է, որը ես ժամանակին գնացել եմ ուրեմն Նյու Յորք եւ այնտեղ ցուցասրահում իր տուն թանգարանն էր երկու հարկով եւ շատ նայեք այս մարդը շպիոնի տեսք ունի, սրա հայացքին նայեք կամ դրա առաջին նկարը եւ հետաքրքիրն այն է, որ ոչ թե մենակ իր մասին եմ ուզում խոսել, այլ կինը Ելենա Իվանովնա Ռերիխը վեհապետ էր եւ դեսպանորդ էր, որը նույն տանջանքները կրել է, կիսասոված, մրսելով, հիվանդանալով այն պայմաններում, լքված հայրենիքից, լքված բոլոր շատ մարդկանցից, միայն իրենց ընտանիքով կարողացել են մի լույս ստեղծել ու տարածել, որ մենք այսօր կարողանում ենք տեսնել այդ լույսը դաստիարակվել նրանց նկարներով, նրանց ստեղծագործություններով, կամ Ելենա Ռերիխը, որ գրել է Ագնի յոգան, 14 գիրք, որը լրացնում է եւ ավելացնում է եւ թարմացնում է Աստվածաշունչը։ Այն ինչ որ այնտեղ կոդավորված է գրել, այստեղ բացատրում է, թե ինչու համար պետք է դա արվի։ Ինչ է նշանակում ագնի։ Ագնի նշանակում է կրակ։ Այդ այն կրակն է, որի մեջով անցան ամբողջ ընտանիքով։ Երկու տղա ուներ, Սվյատոսլավ Ռերիխ եւ Յուրի Ռերիխ։ Երկուսն էլ տիտաններ, արվեստի, գիտության,
Ելենա Իվանովնա Ելենա Իվանովնա երեխա, կինն է իր։ Այս կինը շպիոնի կին է, մի հատ աչքերին նայեք, մի հատ նայեք ինչեր է գրել, ինչեր է ստացել բարձրագույն ուժերից, ու մեզ ուզում է փրկել մեր միտքը, փրկել մեր հոգին, հետևապես նաև մեր մարմինը։ Օրինակ, ես շատ եմ խոսել, ինչ բան է իմպերիլը եւ ինչ բան է մսակերությունը, դրա հետևանքը։ Այնքան մանրամասն տարբեր գրքերում գրված է հասանելի ձևով, որ ես եթե խոսեի հոգեկան էներգիայի մասին, որ ինչ հիվանդություններ են առաջացնում ինքներս մեր մեջ, վատ մտածելով, բամբասելով, չարանալով, հայհոյելով, եթե ինձ դժվարանակ լսեք, ուրեմն ես կկարծեմ, որ դուք արդեն թմրադեղի նման ավելի վատ կապվածությամբ կապված եք հայհոյելով, խոսալով այդ բոլոր մարդկանց հետ, կամ իրար դատելով, մեղադրելով, բամբասելով, միթե փրկության ճարը միայն դա է։ Իսկ Ռերիխը հակառակ բան է ասում։ Եվ Ելենա Ռերիխը, եւ Նիկոլայ Կոնստանտինոյչ Ռերիխը։ Տեսեք, իր կյանքի ընթացքում արել է մի գործ, որը որևէ մեկը, որևէ մի փիլիսոփա չի արել։ Նայեք ինչ է ստեղծել։ Միր через կուլտուրу, մշակույթի կուլտուրայի մասին ծրագրեր եւ կանոնադրություն եւ ծրագիր, пакт защиты и сохранения мировой կուլտուրы։ Այսինքն, ինչ պատերազմներ որ անենք, մենք պետք է հիշենք, որ իրավունք չունենք ուրիշ ազգերի մշակույթը ավերելու, պայթացնելու, ոչնչացնելու։ Ով է այսպիսի, շպիոնը այսպիսի բան է գրում, այսպիսի կազմակերպություն է ստեղծում։ Մի կարող եք մտածել ինձ հետ միասին։ Այդ որ շպիոնն է այս հսկայական աշխատանքը կատարել, ամբողջ մոլորակի վրա նա պտտվել է, գնացել է, օջախներ է ստեղծել, կապ է ստեղծել դրանց մեջ։ Ուրեմն 2011 թվին մինչև այդ ես անընդհատ որ կարդում էի այս Ագնի Յոգան, մտածում էի, որ այսքան ժամանակակից բժշկության մասին, այսքան տվյալներ, որ ապագայի բժշկության մասին, այսքան լուրեր ու տվյալներ, գիտելիք, որևէ միտեղ չկա, բայց Երանի մի հատ գիրք ստեղծվի, որ այս գրքերի մեջից դուրս բերվի դա, եւ ես կարդամ գոնե մի անգամ։ Եվ ստեղծվեց, տպվեց այդ գիրքը։ Մեդիցինա будущего։ Խնդրեմ։ Այս գիրքը ուրեմն տարիներ ես որ փնտրում էի, ըստեղ են ասել, որ փնտրողը կգտնի, չփնտրողն էլ չի գտնի, իհարկե, կամ ուրիշ բան կգտնի։ Ես փնտրել եմ ու որ տեսա այս գիրքը Սան Ֆրանցիսկո, Նյու Յորքի տուն թանգարանում։ Ռուսախոս կին էր նստած, բայց երևի ամերիկացի էր, չհարցրեցի այդքանը։ Ասեցի, այս տեսակ գիրք դուք ունեք, ես փնտրում եմ արդեն տարիներ են։ Ասեց, այո, ունենք։ Ասեցի, ինչքան պիտի վճարեմ, խնդրում եմ, ասեց, այս մի գիրքը ունենք։ Ասեցի, ինչպես կարող եմ ձեռք բերել։ Ասեց, ձեզ նվիրում եմ։
Ես էլ դրանից ավել կյանքում երբեք չեմ զարմացել։ Ընդամենը 100 հատ գիրք է տպված, եւ ես մի օրինակը տվել եմ, խնդրեմ, մեդիցինա будущего։ Եվ տրված էր այդ թանգարանին, այս կինը երեսիս վրա նայեց, աչքերիս մեջ, ասեց, չէ, դուք մի վճարեք։ Լավ, ասեցի, այդ դեպքում, ինչքան որ մի 100 հատ նկարների փոքր քարտեր կային, ես 100 հատ վերցրեցի եւ բերեցի իմ խմբին, բաժանեցի, որպեսզի այնտեղ ինչ որ մի գումար տամ։ Խնդրեմ, նայեք, տիրաժ 100 շտուկ։ Այդ 100 հատ ռուսերեն խոսացող չկար, որ նրան ձեռքը ընկներ, ինչի ընկավ իմ ձեռքը։ Ես հասկացա, որ ես պատասխանատվություն ունեմ այս մեծ մտածողների, այս ստեղծագործողների, որ որևէ մեկը իրավունք չունենա սրանց ասի շպիոներ։ Հիսուսն ասում է ամեն խոսքիդ համար պատասխան պիտի տաս։ Այս անուղեղները, որ հեղափոխություն արեցին, արյունահեղություն արեցին եւ բոլոր ազգերին ստիպեցին, որ անպայման պետք է ռուսերեն խոսեք, եւ այսօր էլ հիմա էլ արյունահեղություն են սարքում, որ նորից վերականգնեն Էսենգեն, ոչ մեկը իրավունք չունի իր տրադիցիան ունենա, իր մշակույթը ունենա, իր պատմությունը ունենա, ամեն ինչը պետք է ռուսական դարձնել։ Եվ մի ազգ, որտեղ որ դրամի համար կարճ կյանքում բարեկեցիկ ապրելու համար, այսինքն խոզի կյանքով ապրելու, կուշտ խոզերնել են պարկում ցեխի մեջ ու երջանիկ են, որ նայեք աչքերին։ Այդ կյանքի համար եթե շատ էմոցիոնալ բառերն էլ ճիշտ չեմ ասում, խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, որ որևէ մեկը իրավունք չունի Հիսուսի հետևից բամբասելու, թե եթե Աստծու զավակն էր, ինչի չէր իր կյանքը փրկում։ Սրանք էլ կարող էին իրանց կյանքը փրկել։ Ռուսաստանի վերջին թագավորը Նիկոլայ II-ը նա էլ կարող էր իր ընտանիքը փրկել։ Բայց մեր խելքը չի հասնում, թե ինչու նա իր հայրենիքը չլքեց, ինչու նա զոհաբերվեց, ինչու սրանք չնեղացան, խռովեցին Ռուսաստանից, որ ուզում էին իրանց կալանավորել, փախան, չփախան, բարձրագույն ուժերը ուղեկցեցին իրանց, որովհետև անցյալում ձեռք բերած ամբողջ պաշարը նրանք պետք է վերարտադրեին եւ ցույց տային աշխարհին եւ արեցին։ Ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք այս բարձունքներին, այս ձնեգագաթներին։ Նիկոլայ Կոնստանտինոviչ Ռերիխի մեծ մասը, նկարների մեծ մասը Հիմալայների, Տիբեթի բարձունքներն են։ Եվ ամեն մի լեռ, եթե խմբով չեն, նրանք ոնց որ յուրահատուկ դիմանկար լինեն։ Իրենց հոգեբանությամբ, իր արևածագի ժամանակ, մայրամուտի ժամանակ, ձյունածածկ լեռներ, առանց ձյունի լեռներ, ոնց որ ամեն մի հատվածը իրար հետ խոսալուսը լինեն, ոնց որ ժողով լինի։ Մի հատ նայեք, ոնց որ աչքերը փակ որ նայեք, ոնց որ ամեն մի հատվածի մեջ ոնց որ մեկը շատ ամուր նստած լինի ու իր կարծիքը փոխանակի մյուսների կարծիքի։ Հայհոյանք զգում եք այստեղ, պատերազմ զգում եք, արյունահեղություն զգում եք, բամբասանք զգում եք։ Մեզ Նիկոլայ Կոնստանտինոviչ Ռերիխը դաշտային որդերի մակարդակից բարձրացնում է դեպի հրեշտակային վեհապետների բարձունքին։ Վիսոցկին ժամանակին երգում էր «Լուչը գոր մոգուտ բից տոլկը գորը»։
Ես չեմ ասում, թե Վիսոցկին այնքան բարձր էր իր հոգևոր արժեքներով, բայց ճիշտ է զգացել։ Այո, լучше гор могут быть только горы։ Որովհետև այստեղ պատերազմներ չկան, այստեղ բամբասանքներ չկան, այստեղ անցյալի ձեռք բերած սովորությունները չկան, այստեղ կան լուր պատմություններ։ Անցյալի մասին։ Եվ այդ անցյալի մասին այս լուրերը մի տեսեք վերջին ճառագայթները ոնց են տաք նարնջագույնով դեղիններով փայլում։ Մնացած մասերը կիսաստվերի մեջ են։ Բայց վերջին ճառագայթն էլ նույնիսկ նկարիչի համար շատ կարևոր, շատ ցայտուն, ոնց որ ստեսություն ասի, մինչև վաղը։ Ամբողջ նկարի մեջ ուշադրությունը կամա ակամա տեղափոխվում է այդ կտորների վրա։ Իսկ լեռների մյուս մասերը, որ նայում եք, ամեն մեկը առանձին ոնց որ ադամանտներ լինեն։ Նկարել է այն մասերը, որը որ մենք երազումն էլ չենք տեսել։ Որտեղ մարդը իր ոտքով, ոնց են ասում, թռչունն իր թևով չի կարողանում թռնի, բայց իր միտքը թռել է։ Ամենաբարձունքները։ Եվ քանի որ ոչ մի բան չեն հասկացել, ոչ Իրանից, ոչ էլ իր արվեստից, ոչ էլ իր գրքերից գրված, դրա համար էլ շպիոն է։ Ինչ կարճ ձևակերպում է, չէ՞։ Շպիոն է այդ մարդը, վերջ։ Բայց ինչ է արել, որտեղ է շպիոնություն արել, եւ ինչեր է արել համամարտկային մշակույթի մեջ, այդ մասին խոսք չկա։ Ինչու սահմանափակ տգետ արյան վրա ստեղծած կառավարությունն։ Նայեք Տիբեթի, Հիմալայների, այնտեղ են առանձին համայնքներ կան, այսպես ամեն մարդ չի կարող գնա այնտեղ ապրի։ Դե մի հատ օլիգարխի, ասեք, այդքան ծովափին տուն ունես, Ամերիկայում այնտեղ բանին օվկիանոսի ափին տուն ունես, անտառներում տուն ունես, ամենտեղ հանգստյան տներ ունես, հյուրանոցներ ունես, դե դրանք կարող ես թողնել, գալ այստեղ ապրել։ Իհարկե չի կարող։ Բայց սրանք կոչ չեն անում, որ որևէ մեկը գա իրանց մեջ ապրի։ Որովհետև ցածր մակարդակի մտքերը այսօր մանավանդ այնպես են լավ տարածվում, նույնիսկ բարոյական մարդկանց մեջ էլ են տարածվում եւ տատանումներ մտցնում նրա կայուն մտքերի մեջ, հավատքի մեջ։ Ինչ հավատքից ես խոսում, մեր կաթողիկոսը թենց, մեր քահանաները թենց, Ռուսաստանի մետրոպոլիտ բանն էլ Կիրիլ են ասում, ինչ են ասում, հարցա թե Կիրիլն է, թե ով է, ուրիշն է, վայրենների կոտորած սարքողներին կնոջը չգիտես ինչեր են նվիրում։ Քնած մարդու գլուխը կտրողին հերոսի կոչում են տալիս։ Չպետք է մենք արժանանայինք, ոչ թե մենք արժանացել ենք դրան, չէ՞ որ կատարվել է մեզ հետ։ Մեր կենցաղով, մեր մակարդակով։ Պատահական բաներ չեն լինում, ոչ մեկը թող չարդարանա։ Տեսեք,
Մարդիկ ապրում են։ Ոնց են ապրում։ Ուր են սրանց մարքեթները, մեծ խանութները, շուկաները, բիզնեսները, ես ոնց են ապրում։ Սխալ են ապրում այս մարդիկ։ Շպիոններին հետ են ապրում։ Ես ձեզ խաղաղություն եմ ցանկանում, որ շատ չխոսեմ, ուղղակի նայենք իր նկարները, հիանանք ու փորձենք դրանից հետո վերջում մի քանի րոպե գոնե մտածենք, թե քանի լուսավոր մտքեր են բանտերում փթել, գլխատվել, սպանվել, արհամարվել, հիվանդացրել, դրա հետևանքն էլ այսօր քաշում ենք։ Նա ով որ կասի, դե Հայաստանը ինչ կապ ունի, որ Ռուսաստանը այդպես բաներ է արել, այն ինչ որ Ռուսաստանում եղել է, մենք էլ նրա կազմի մեջ ենք եղել, մենք էլ նրա կարման վերցրել ենք։ Կա համամոլորակային կարմա, պատճառ հետևանքային օրենք եւ հատուցման օրենք, եւ կա ազգային, կա մասնագիտական, որտեղ բժիշկները ուրիշ կարմա ունեն, բուժարարները ուրիշ, այսինքն բուժարարը բուժում է, բժիշկը դեղերը տալիս է ու չգիտի ինչ արնել, կամ էլ գիտի, բայց իրան սարմարը, բայց այդ բժիշկը մեղավոր չի, կառավարությունները իրանց մեղքերը ցանել են, իրանց պատերազմներով, իրանց կաշառքներով եւ հասունացել է եկել է 2011 թվից սկսվեց նոր աշխարհը, ավերումներ կատարեն ամեն տեղ, ջրհեղեղներ, փոթորիկներ, մրրիկներ, երկրաշարժեր, պատերազմներ եւ այս բոլորը մենք ենք մարդկությունն է շարել ցանել սերմերը։ Հիմա իրար ենք մեղադրում, իրար ենք հայհոյում, նրանք մեղավոր են, նրանք քիչ են մեղավոր, նրանք էլ մեղավոր են, որովհետև իրանց մեղքի մեջ էին քաշում, դրա համար էլ նրանք էլ պատասխան են տալիս, եւ այսպես չգիտենք, թե մեր նոր ծնվող երեխաները ինչ էներգիայի մեջ են ուտելու, խմելու, շնչելու, ապրելու, գոյությունը պահպանելու։ Խնդրեմ, լուսաբացի խոնարհվում են արևին, ոչ թե ասում են մեր Աստվածը արև ջան դու ես։ Աստվածը ուրիշ անուն չէ, Աստվածը անուն չունի։ Կա արարիչ, կա աստվածային մոլորակներ, որ մենք չենք ճանաչում ու չգիտենք, այնտեղից աստվածները իջնում են իրոք որպես աստված եւ ուզում են հիշեցնեն մեզ, որ ներողություն մի հատ այդ անցյալ նկարը եթե կարելի է նորից հետնայ։ Տեսեք հավատքի, պաշտամունքի ձևը գլուխները իջացրել են գետնին կպցրած, խոնարհություն կա, համեստություն կա, նվիրվածություն կա, հավատք կա, եւ այդ բոլորի հետ սեր, որը ամենակարևորն է, որ այնտեղ որտեղ սեր չկա, քանդվում է ամեն ինչը։ Ինչքան ուզում եք իրար մեղադրեք, բոլորս մեղավոր ենք, որ սեր չունենք։ Ոչ թե նա մեղավոր է, որ ես մեղավոր եմ։ Նա էլ ասում է, ես եմ մեղավոր, որովհետև դու մեղավոր ես։ Այսինքն դու սենց ասեցիր, ես էլ նենց ասեցի։ Դու նենց արեցիր, ես էլ նենց արեցի։ Մի նայեք, տեսեք արևի լույսը ինչ սիրով է նկարել։ Այս քարերի գույները։ Եվ այդ գեղեցկության մեջ դեռ սրանք խոնարհվելու իրենք էլ իրանց տեսքով, ձևով ցույց են տալի իրանց նվիրվածությունը։
Եվ այս բոլորը Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխի ներսից է դուրս եկել եւ ձերքով է նկարվել։ Հիմա բոլորը որ նայեք, ես խնդրում եմ, երբեք չեմ խնդրել, որ կոմենտներ գրեն։ Ով ինչ կարծիք է, մեկը վատ է գրել, մեկը լավ, հիմնականում լավ գրողները քիչ են եղել, վատ գրողներն էլ իհարկե նրանք էլ ես ինչ գիտեմ տարին 1-2 անգամ եթե ինչ որ մոլեգար հավատացյալ չի հավատացյալ փաղացերում չգտնեի մեջ որտեղ հավատացյալը իրան թույլ չի տա այդպես անշնորհ բաներ գրի նա հարց կտա որ բարձի իր հարցը բայց հարց չի տալի վիրավորում է դա արդեն հավատացյալ չի լավ անցնենք առաջ Ես նկարը, որ առաջի անգամ նայեցի, հիշեցի մեր Ախթամարի պատմությունը, պոեմը։ Իսկ որ սենց սուր լերներ էի տեսնում, ժայռեր լերներ, հիշում էի մեր Գորիսին մոտենալու ժամանակ ձախ թևից, Սիսյանից որ Գորիս էին գնում, ձախ կողմը կոշնդաշ էին ասում, այդ ժայռը պատկերները սենց ցցված քարերը տեսնում եք ոչ մի բանի մեջ չի մանրացել թե լերները թե ջրերը լճերն ու ասենք ծովերը ալիքը առանձին ամպերը առանձին նայեք այս ամպին որ նայեք այդ վարդագույն ամպին որց որ ձիու վրա մի խաղաղության իշխան նստած լինի ու ամեն ամպի կտորը ամեն մի սարի վրա ժայռի վրա ինչ որ մի տեսք կա մի տեսարան կա որ ընդհանուր նայում ես աչքերը կիսափակ զգում ես որ ինչ որ բան է պատմում քեզ եւ այդ բոլորի մեջ թե այստեղ թե անցյալ նկարի մեջ տեսեք մի հոգի կա որ բնության մեջ ներդաշնակա իր գույներով իր ձևով տեսքով իսկ այն մյուսը որ դեղին էր նա էլ այնտեղ երևում է որ ինչ հավատք ունի չէ ինչքան հարազատ է իրան այդ բնությունը որ ինքը խաղաղ տեսքով ոչ թե դեմքով այլ ընդհանուր տեսքով ինքը մոնումենտալ նստելու դիրք ունի որ չես կարող մտածես որ հիմա կբարձրանա ու կասի ինչ եք ուզում ինձ ասեք դուք սխալ եք ես ճիշտ եմ կատարյալ խաղաղության մեջ է այս ամպերի մեջ այս ամպերի խաղի մեջ այս լեռների ռիթմի մեջ կատարյալ խաղաղության մեջ հաջորդը նայենք տեսնում եք ինչ ակտիվ գույներով կարողացել է այն ցուրտ տեղերում այն քամոտ տեղերում կիրճերի ու լեռների ու անդունդների հոգու հետ ոնց որ համագործակցելու սրին ոնց որ ամեն մի նկարը մի ձևավորում լինի թատրոնի ամբողջ տեսարանները այս մանավանդ լեռները ինչ խնամքով ու գեղեցիկ հատուկ կերպարներով այդ հոգիների տեսքով ոնց է կարողանում սիմվոլիկ այսինքն խորհրդանշանակ ինչ որ պատկերներ փոխանցինես տեսնում եք այս մարդը որ նստած էր ինչ ձևով էր նայում հերուների մեջ երկինք
եւ ապագան, իսկ այն դեղինը ինչ ձևի էր նստած, եւ այդ երկուսի արանքում մյուս մենակ մարդը ինչպես է նստած։ Սա արդյոք չի ուզում ասել, որ մարդը, որը այսքան բարձրացել է, որ երկրային պլանի բոլոր քննություններով, արհամարանքի, վիրավորանքի, բոլոր տեսակի սրտներությունների մեջով անցել է մարդը քննությունները եւ արդեն մենակ նա Աստծուն նվիրված դարել է Աստծու ձեռքերն ու ոտքերը մոլորակի վրա անտենա եւ մագնիս աստվածային էներգիաների եւ ոչ թե ամբարելա, որ ինքը հարստանա, ուժեղանա, ամենակարողը դառնա, այլ անտենան ինչ շահ ունի, անտենան ընդունում է ու վերջ, այ մարդն էլ ընդունում է եւ տարածում է իր շուրջը, դրա համար էլ գեղեցիկ աշխարհի մեջ ինքը գեղեցիկ է դարձել, ընդհանուրություն ունի եւ այդ գեղեցիկը տարածում է իր շուրջը։ Անցնենք առաջ մի քիչ ավելի արագ, որովհետև գլխավոր նպատակս նա էր, որ ձեզ կարողանամ համոզեմ, որ այս տեսակ մարդը, որ այսքան նկարներ է արել եւ ինչ սիրով է արել, գույների հարաբերությունները նայեք, ընդհանրությունը նայեք լեռների եւ ամենտեղ լույսի ու ստվերի խաղ կա, ստվերի մեջ էլ լույսային երանգների խաղերը կան։ Տեսնեք ամպերին ուշադիր նայեք, Նիկոլայ Ռերիխը մի անգամ ասում է, գեղեցիկը չի փրկի, բայց գեղեցիկի գիտակցությունը կփրկի աշխարհը։ Այսինքն դուք կարող եք հասկանալ, որ սա գեղեցիկ է, այո, շատ լավ է նայվում, լավ է հագնվել, լավ է մազերը հարդարել, այս նկարն էլ սիրունա տեսքը, բա միտքը, եթե մտքի մեջ մոնումենտալություն չկա արվեստի մեջ, շատերը այդպես էլ չիմացան, իմ հետ որ սովորում էին, չիմացան ինչ բան է մոնումենտալ գործ եւ ինչ բան է ուղղակի ստեղծագործություն։ Նիկոլայ Կոնստանտինոviչ Ռերիխի նկարները, փոքր նկարները, որ տեսա Նյու Յորքում տուն-թանգարանում, ես զարմացա, որ այդ նկարը ես պատկերացնում էի, որ մինիմում մի 2-3 մետր կլինի, բայց տեսա, որ փոքր մի 40-50 սանտիմետրանոց մոտավորապես տենց նկարներ էին, բայց որովհետև մոնումենտալ մոտեցում ուներ, ինչ է նշանակում մոնումենտալ, երբ որ մի արձան կա, որ ճարտարապետական շրջապատող շինությունների հետ ընդհանրություն է կազմում, եւ եթե այդ շինությունը հանես կողքի ճարտարապետական, նա էլի կմնա մոնումենտալ, իր գաղափարով, իր տեսքով, իր ձևով։ Հիմա որ Հիսուսի արձանը ուզում են սարքեն, շատ լավ քայլ է, բայց Հիսուսին դա կբավարարի, որ թաքսերը չընդունեն, որ հետևից չընեն տեսնեն լա էլ ուրիշ ինչքան է գողացե, ումից է գողացե, բայց Հիսուսին խո չենք կարող խաբել, մարդկանց հավատքը չենք կարող խաբել։
Դրա համար այդ գեղեցիկը, որ պետք է կառուցվի, նա պետք է մոնումենտալ լինի, այսինքն մտքերդ պետք է գնան հաճելի զգացմունքի, պաշտամունքի դեպի, ինչպես կարող ես պաշտել մի բան, որը գիտես, որ մաքուր ձգտումներով չի արված, մաքուր նպատակներով չի արված։ Խնդրեմ, Սերգեյ Ռադոնեժսկին Ռուսաստանի հայտնի սուրբերից մեկը, որը էլ Մորիայի մարմնավորումներ, ովքեր հավատում են, ովքեր գիտեն, կարդացել են, նրանք կիմանան, ինչ բանա մարմնավորվել, ինչ բանա վերամարմնավորվել։ Վերամարմնավորում են նրանք, ովքեր վերաքննություն ունեն անձնելու, կյանքում ոչ մի բան չեն արել, ասել են մի կյանք ունեմ, ոնց ուզենամ պիտի ապրեմ։ Եվ այդ սկզբունքն է, որ մոլորակը քայքայում է։ Մի կյանք ունեմ, ես ուզում եմ լավ ապրեմ, ինչի պիտի նա ինձանից լավ ապրի։ Բայց վերամարմնավորումն ասում է ոչ, 7 անգամ 70 պետք է ներես, որովհետև դու էլ չգիտես, թե անցյալում ինչեր ես արել։ Հիմա դու պետք է քննություններ անցնես համբերության, ներողամտության, բարության։ Տեսնում եք Սերգեյ Ռադոնեժսկին ինչքան մաքուր էր, որ մենակության մեջ ոչ մեկը չկա իրան օգնող, բայց արջն է օգնում իրան։ Սա ինչ գաղափար է։ Ստեղ արջի տեսքը, արջությունը կարևոր չի որ նկարվի։ Սերգեյ Ռադոնեժսկիի դեմքը կարևոր չի որ նկարվի, որովհետև սիմվոլիկ պատկեր է։ Երբ որ մի անգամ արջը սոված այն ձյուների սառույցների մեջով գալիս հասնում է, տեսնում է Սերգեյ Ռադոնեժսկին, այնտեղ ինչ որ տուն կա, լույս է վառվում, բան, գալիս է պատուհանի տակ կանգնում է իրա։ Սերգեյ Ռադոնեժսկին չոր հաց է մնացած ելնում ձեռքը, դուրս է գալիս, տալիս է, սենց կես է անում, տալիս է արջին, կեսն էլ ինքն է ուտում։ Դրա համար էլ այս պատմությունները կապված են հենց Սերգեյ Ռադոնեժսկիի վերին աստիճանի մաքրության եւ վերին աստիճանի նպատակներով բարձր մարդու հետ։ Այս էլ Սերգեյ Ռադոնեժսկի դեմքն է։ Տեսեք ինչ մոնումենտալ կանգնած է։ Հիմա այս նկարը ուզում եք փոքրացրեք, ուզում եք մեծացրեք։ Զգացվում է, որ այն հերվում երևացող եկեղեցու խաչերի հետ միասին ինքն էլ իր ներսի եկեղեցին ձեռքը բռնած, որ եթե այն մյուս եկեղեցու սպասավորները շեղվեն, ինքը հետ կդառնա, թիկունքով կկանգնի, բայց իր ներսի եկեղեցին միշտ բարձր ու մաքուր կպահի, ավելի բարձր, քան այն բոլոր եկեղեցիները։ Տեսեք անմիջապես իրանց վերևը Աստծու աչքն է, որ ամեն ինչը տեսնում է։ Ամեն ինչը ոչ մի բան չենք կարող թաքցնել։ Նույնիսկ մեր մտքերն ու մտադրությունն էլ է տեսնում։ Դրա համար էլ դոլարի վրա այդ աչքը նկարել են, չէ՞։ Առանց մտածելու, որ այդ դոլարով իրան ուժ ունեն արդեն պատերազմներ սարքելու, ազգեր ավերելու։ Ֆրանցիսկ Ասիզացին է։ Ֆրանցիսկ Ասիզացու վերջին տարիներին ականատեսները, ժամանակակիցները տեսել են, որ այն կետերում, որտեղ որ խփված է եղել մեխերը, ձեռքերի եւ ոտքերի, արյուն է գնացել։ Նույնը ես տեսա Ջորջո Բոջովանիի մոտ, որ սովետական միության կենտրոնական ալիքով ցույց տվեցին եւ երևաց, որ իր ձեռքերից գնում են այդ արյունը։
ուրեմն այն մարդկանց մոտ է գնում, նաև Պիոպադրե քահանա, որը էլի սուրբ էր համարվում, որովհետև վեհապետն էր մարմնավորվել իրան։ Նրա ձեռքից էլ էր գնում։ Բայց նախանձում էին, հալածում էին, որ կարողանում է մի ձեռքի շարժումով մարդ բուժել։ Ես հիմա չեմ ուզում շատ երկար կանգ առնել, ասենք Ֆրանցիսկ Ասիզացու մասին պատմել, են մյուսի, բայց կարճ տեղեկություններ եմ տալիս։ Եթե ես տեսնեմ կոմենտների մեջ դուք հետաքրքրված եք, ես առանձին կանգ կառնեմ Ագնի յոգայի վրա, Ագնի յոգայի գրքերի եւ Գրանի Ագնի յոգան ինչպես ստեղծվեց եւ ինչու ստեղծվեց։ Արդեն այն ժամանակ կարող եմ խոսել, որ Սվյատոսլավ Ռերիխն էլ հզոր մեծ նկարիչ եղել, որ կարողացել է իր մորը, հորը, եղբորը այնպես նկարի, որ երևա նրանց մեծությունը, հոգևոր մեծությունը, մտավոր մեծությունը։ Առաջ գնանք, սկսեմ։ Հետաքրքիր է, ներողություն, Հոսիկ ջան, մի վարքան էլ։ Հետաքրքիր է, չէ, որ այդ որը ովքեր անվանել են շպիոնա ու այդպես էլ պաշտոնից պաշտոն փոխանցելով մինչև այսօր հասցրել են 1926 թվականից հետո։ Ես մոռացա ասեմ, որ Ձերժինսկուն հրաման են տվել, որ կալանավորի, մինչև այդ process-ը սկսվել է, արդեն Ձերժինսկին մահացավ։ Պատահական բաներ չեն լինում, ավետարանում գրված է Աստվածաշնչում։ Գլխից ստել մի մազ ընկնի, Աստված տեղյակ է։ Ծառի տերևը առանց Աստծու կամքի չի կարող ընկնել։ Դե պատկերացրեք, մարդուն հրաման են տալի, որ բռնի այս մեծ վեհապետին, այս հզոր մարդուն, եւ ինքը մահանում չի կարողանում, առիթից օգտվում են, կարողանում են փախնել։ Պատահական է, հələ այդ գրքերին նայեք, այս շպիոնաժի մասին, այս գրքերը։ Առաջ գնանք ուսուցչում։ Այս էլ այդ լարեցն է, որը ես ընդեղ ձերքից բռնած նկարվել, ձերքից բռնած չէ, ներքևը դրած, այսինքն դրա ֆոնի վրա նկարվեցի։ Ես չգիտեի, որ այսօր պետք է խոսամ դրա մասին, բայց իմ պարտքն էր համարում, որ ես իմիջայլոց թանգարաններում թույլ չեն տալի, որ աթոռներին նստեն, բայց ինձ թույլ տրվեց, որ ես նստեմ այն գրքերի մոտ, հետո այն մյուս տեղերը հետաքրքիր էր, որ այդ ոնց եղավ, որ այդ գիրքը ինձ նվիրեց անվճար եւ ինձ թույլ տվեց, որ ես նստեմ։ Սենց թելեր են քաշում, որ հանկարծ մեկը չգնա ձեռք տա, չնստի, բայց ոնց եղավ ինձ թույլ տվեցին։ Հիմա հետաքրքիրը այն չի, թե ոնց եղավ, բայց հետաքրքիրն այն է այսօրվա զրույցիս համար, որ դուք էլ ինձ հետ մտածեք ու համոզվեք, որ որևէ մի շպիոն, որևէ ժամանակ երբեք 7000 նկար չի ստեղծել, էլ չեմ ասում գրքերը, պոեմները, բանաստեղծությունները, էլ դրանց մասին չեմ էլ ասում։ Բա իր կողակիցը, որ Ագնի յոգան գրել է, ինչ տառապանքով է գրել, այդ ցրտին մարմինը այնքան է այրվելուն հասել, որովհետև թրթրանքը պետք է բարձրացներ ցուրտ տեղում, որ կարողանար այդ նուրբ թրթրանքի միտքը ստանար եւ գրի առներ։ Հեշտ բան չի։
Նիկոլայ Կոնստանտինովիչը կողքերը սառույց էր դնում, որ մարմինը չայրվի։ Մենք այդ կրակից գաղափար էլ չունենք։ Տեսնում եք բեքգրաունդը, ֆոնը։ Ինչ իմիջ այլոց տենց կարմիր դրել, դա ինչ է նշանակում։ Որ կրակի մեջով է ստեղծել այս մեծ հոգի ունեցող կինը, մաքուր հոգի ունեցող կինը, ստեղծել է ագնի յոգա, կենթանի էթիկա, այդ անվանումն էլ տվել են, որովհետև շատ մարդիկ մինչև այսօր չեն հասկանում, այդ ինչ բան է յոգան։ Սատանայից է, ինչ է։ Դե իհարկե, որ են ոնց ենք ասում, կեղծ փարասեր յոգեր են եղել, որ ֆոկուսներ են արել ու մտածել են, որ յոգա։ Յոգա նշանակում է միասնություն, ընդհանրություն բարձրագույն ուժերի հետ, բայց ոչ թե ցածրագույն ուժեր։ Դա սատանայից է։ Սատանայից նրանք են, ովքեր որ Աստվածո շնչը անգիր են անում, սեր չունեն, միայն աչուձախ վիճում են եւ փորձում են իրանց խումբը մեծացնել, որ մրցեն մյուս խմբերի հետ, մյուս ճյուղերի հետ ներողություն։ Այս սատանան դրանք։ Ովքեր քրիստոնեությունը, Հիսուսի ուսմունքը դարձրել են կրոն ու քաշքշուկի առարկա։ Ճյուղերի են բաժանել ու իրար տանել չեն կարողանում, իրար ծաղրում են։ Այդ դրանք ենք սատան։ Եվ այդ սատանան շատերիս մեջ հայտնվում է, երբ որ ջղայնանում ենք, երբ որ չարանում ենք, երբ որ հայհոյում ենք, երբ որ ալկոհոլով ենք խմում մեր ծնողների կենացը, ուրիշ ձևով չենք կարող ծառայել որպես զավակ։ Դրա համար էլ ինչ որ կարողանում ենք են անում։ Շատ հեշտ է, էլի։ Խմենք ալկոհոլը, գլուխներս, ուղեղներս թմրացնենք, առողջ բջիջները սպանենք ու ասենք մեր ծնողներին շատ ենք սիրում։ Մեր երեխաներին էլ ենք սիրում։ Հետո մեր հայրենիքն էլ ենք սիրում։ Ոչինչ, որ ամենտեղ մեր հայրենակիցները խայտարակ են անում ազգը, իրենց վարքով, գողությունով, դավաճանությունով եւ այլն, ոչինչ, բայց հայրենիքի կենացը խմելը անհրաժեշտ է։ Ես ուզում եմ ինձ հետ մտածեք, ոչ թե իմ կարծիքը համարեք ճիշտ, թե սխալ։ Ամեն մարդ իր ճիշտն ունի, իր սխալն ունի։ Բայց կա ընդհանուր բոլորիս համար աստվածային ճշմարտություն, որ եթե մի բանի հետևանքը բացասական է, վատ է, ուրեմն դա չի կարող ճշմարտություն լինել։ Շնորհակալ եմ, ովքեր համբերությամբ լսեցին, ովքեր իմ կարծիքին են, որ ոչ թե որակի իմաստով, որ սենց որակյալ զրույց վարեցի, ոչ, ես էլ համամիտ եմ ձեզ հետ, եթե համաձայն չլինեք, բայց ուզում եմ մտածեք այն մասին, որ այսօրվա նպատակս դա է, որ այս տեսակ մեծություններին չի կարելի հետևից բամբասել, չի կարելի վատ լուրերը տարածել, ընդհանրապես բամբասանքով զբաղվել։ Բամբասանքի մեջ կա եւ դավաճանություն, եւ չարություն, եւ ատելություն, եւ ցածր մակարդակի այն թերությունը, որ շատախոսում են սխալ նյութի վրա։ Ձեզ խաղաղություն եմ ցանկանում, բոլորիդ համբերություն եւ ներողամտություն, որ ես այսօր այս տեսակ զրույց վարեցի, որը որ ընդամենը
սահմանափակվում է ապացուցելու եւ իմ կարծիքը հաստատելու, որ այս մարդը երբեք չի կարող լինել շպիոն եւ իրա նման մարդիկ երբեք չեն կարող 2, 3, 10 լարի վրա խաղալ 73 տարեկանում նա մարմինը թողեց, բայց այդ 73 տարվա մեջ ինչ թողեց Իրանից հետո։ Ուզում եի սա ձեզ փոխանցեմ։ Ձեզ խաղաղությունը, համբերություն նորից, թող լավ լինի բոլորին։